Փաշինյանի օրակարգերին արձագանքելով, ակամա գուցե նաև սպասարկելով։ Մենք այլ ընտրանք չունենք, կոնկրետ օրինակ խորհրդարանական ընդդիմությունը, չգիտեմ, կամ գուցե մասնավորապես ձեր խմբակցությունը, այլ օրակարգեր առաջ քաշելու եւ առաջնային դարձնելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի այսպես շոուները ասեմ, առաջնային չդառնա եւ վախտի խաղալիքներով չզբաղվեն։ Ես չեմ կեղծելու ձեր հարցի պատասխանը եւ չեմ խոսելու ընդդիմության մասին, որի ոչ անունը գիտեմ, ոչ էլ իրանց վերացարկված ֆանտոմի հետ չեմ կռիվ տալու կամ իրենց քննարկում իրականացնելու։ Ես կարող եմ խոսել իմ եւ Հանրապետական կուսակցության մասին։ 2018 թվականից Հանրապետական կուսակցությունը չի գնացել Նիկոլի օրակարգով, որտեղ երբ որ բոլոր ընդդիմադիր եւ քաղաքական ուժեր, քաղաքական միավորներ, քաղաքական դեմքեր իրենց տենց ուժեղ հռչակած մարդիկ ասում են մենք Նիկոլին ընդդիմություն չենք, մենք Նիկոլին օգնում ենք, որ այս պետությունում չգիտես ինչ անի 2018 թվականին Հանրապետական այդ ժամանակվանից էր կանգնում ու ասում, որ սա գունավոր հեղափոխություն է, հեղաշրջում եւ ուներ իր օրակարգը։ Դա շարունակվել է մինչեւ հիմա, իսկ ես պայդրությամբ ձեր հարցի պատասխանը կոնկրետացնելով Հանրապետական կուսակցությունը հանդիսանալով նաեւ խորհրդարանական ընդդիմություն զբաղված է մի բանով, այնպես անելով, որ անվստահության գործընթացը հաջողի եւ մի օր շուտ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Դավիթ Համբարձումյանը, մեր սրբազանները, բարերարը, տասնյակ քաղաքացիներ ու Մահուն Ազգանունը ամոթ է, բայց ես հիմա չեմ կարող ձեզ ասել, որտեվ իրենք տասնյակներով են մարդիկ, ովքեր կոմենտի, ստատուսի, իրենց քաղաքացիական դիրքորոշման համար հայտնվել են բանտերում ու մենք նույնիսկ իրենց չգիտենք էլ։ Մենք փորձում ենք այնպես անել, որ օր առաջ այդ մարդիկ ազատվեն, իսկ իրենց ազատումը մեր երկրի ազատագրումը կապված ամենակ Նիկոլի վռնդելով։ Ինքը հրաժարական չի տալու։ Մենք փորձում ենք իմպիչմենտի գործընթացով իրեն ստիպել, որ ինքը գնա։